տրվել։ Քիչ առաջ, երբ որ մրցութային հանձնաժողովի առաջ դուք հարցերին էիք պատասխանում, հայտնի դարձավ, որ դուք հայտնի պաշտոնատար նախկին պաշտոնյաների գործով, ապօրինի գույքի գործով դատախազն եք եղել եւ ըստ էության վարչության պետ եք ցանկացել դառնալ, բայց չեք դարձել եւ հեռացել եք պաշտոնից։ Փորձենք հասկանալ լավ ինչ էր պատճառը, որ դուք ի վերջո լքեցիք, որտեղ տարբեր կարծիքներ էին հնչում, որ ըստ էության ապօրինի գույքի բռնագանձման գործով բոլոր գործերը տապալվելու են, որտեղ հակասահմանադրական է, սահմանադրական դատանը կասեցրել է այս գործընթացը, փաստաբանները մշտապես բարձրաձայնում են այն մասին, որ ճղճիմ թույլ գործեր են բերել եւ թալանը վերադարձնելը ըստ էության չի հաջողվելու ներկա իշխանություններին։ Դա հասկացաք, որ հրաժարականի դիմում տվեցիք։ Ես մոտավոր այդ հարցին պատասխանեցի խորհրդի հնչեցրած։ Ես նախ խոսքը գնացել է ոչ թե վարչության պետի, այլ գլխավոր դատախազի ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնի մասին, բայց պաշտոնից ազատվելու պատճառը բնականաբար դա չի եղել։ Ես վստահորեն կարող եմ ասել, որ գործերը պինդ են, այնքանով, որքանով որ հնարավոր է, գործերը ունեն հեռանկար, որևէ բան չի փլուզվելու, ամեն ինչ բնականon հունով ընթանում է, դրա մասին է խոսում նաև արդեն կայացվող վճիռները։ Իսկ ինչ վերաբերում է իմ հեռանալուն, ըստ էության նույն պատասխանը պետք է տամ, որևէ պաշտոն հավերժ չէ։ Ես 4.5 տարի այդ պաշտոնում աշխատելուց քիչ աշխատանք չենք կատարել ընդհանուր թիմով, այդ թվում նաև ես քիչ արդյունք չենք տվել եւ ի տարբերություն սկզբնական փուլի, երբ որ նոր քարը քարի վրա էր դրվում, հիմա ամեն ինչ արդեն հունի մեջ ընկած է, ունենք շատ ավելի մեծ ընդլայնված կազմով կոլեկտիվ, մենք էլ փորձառուներս, այդ թվում նաև ես մեր փորձառությունը փոխանցել ենք արդեն նորեկներին, այսինքն հիմա այն վիճակն է, որ վարչությունը իմ հեռանալով ըստ էության մեծ կորուստ, անդառնալի կորուստ չի ունենալու, որովհետև աշխատանքները իրենց հունի մեջ են ընկած։ Եվ դրանով պայմանավորված ես որոշեցի, որ այդ պաշտոնում ես իմ միսիան կատարել եմ։